Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում Նոյան Տապանն է եւ այսօրվա մեր հյուրը քննարկում հաղորդաշարի շրջանակներում ազգային օրակարգ կուսակցության խորհրդի նախագահ Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Արա Հակոբյանն է, ողջունում եմ պարոն Հակոբյան։ Սկսենք մեր քննարկումը Նիկոլ Փաշինյանի երեկվա հարցազրույցից տրված հմեկին Այնտեղ փաստորեն Փաշինյանը խոսում էր հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին, խոսում էր նրա մասին, որ հայկական կողմը զիջում չի արել, խոսում էր Մինսկի խմբի լուծարման անհրաժեշտության, եվրոդիտորդների մասին, մի խոսքով ձեր տպավորությունները եւ ձեր վերլուծությունը այդ հարցազրույցի վերաբերյալ։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը իր հարցազրույցում փաստորեն ներկայացնում էր հերթական անգամ իր դիրքորոշումը կամ իրենց դիրքորոշումը կապված Հայաստանի հայկական հանրապետության պետականության վերջնական կապիտուլյացիայի վերաբերյալ, որովհետև փաստաթուղթը, որը նրանք ներկայացնում են որպես խաղաղության փաստաթուղթ, իրականում դա կապիտուլյացիոն փաստաթուղթ է հենց այն իմաստով, որ ինքը անվանում է զիջումներ չեմ անում, ուզում եք զիջումներ բառը փոխարինենք այլ բառով, այն իմաստով, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է, եւ այդ փաստաթղթում դա արձանագրվում է, հրաժարվում է հայկականության ամբողջ պահանջատիրությունից, ամբողջական պահանջատիրությունից, այսինքն ինքը հրաժարվում է մեր հայրենիքից, դա հայկական բարձրավանդակն է, ինքը հրաժարվում է այն փաստից, որ Հայաստանի Հանրապետությունը, առաջի հանրապետությունը բռնազավթված եւ բռնակցված է եղել, հրաժարվում է դրանից, ինքը հրաժարվում է, որ Մոսկվայի եւ Կարսի 1921-ի պայմանագրերը ապօրին են, ինքը դրանց տալիս է օրինականացում, ինքը հրաժարվում է նրանից, որ Արցախը դա հայկական ոչ միայն ազգային, այլ նաև պետական տարածք է, հրաժարվում է դրանից, այսինքն զիջում ասածը դա հրաժարումն է հայկականությունը բնութագրող բոլոր հատկանիշներից։ Ինքը ի վերջո հրաժարվում է նրանից, որ Հայաստանը դա հայկական պետություն է, ոչ թե պետությունը անունը Հայաստան, որ դա հայկական պետություն է, իսկ հայկական պետություն նշանակում է հայկականությամբ, հայկական առաքելությամբ, հայկական բովանդակությամբ պետությունը։ Ինքը դրա այդ ամբողջից հրաժարվում է։ Եվ այդ հրաժարումը ստեղ ես կարող ասպես ասեմ, համաձայնվեմ իր հետ, դա իր կողմից զիջում չի, որովհետև ինքը հանդիսանում է այդ գաղափարի կրողը, այն գաղափարի, որը դեռևս Լևոն Տեր-Պետրոսյանը կրում էր 90-ականներին, ինքը հենց այդ գաղափարաբանության մարտնչող գործիչ է, եւ ինքը չի զիջում, ինքը իրականացնում է այն, ինչի համար ինքը եկել է եւ ինչի համար իրեն բերել են։ Սա շատ կարծում եմ անհրաժեշտ եւ կարեւոր է, որ մենք ընկալենք, որ Նիկոլ Փաշինյանը հայությանը եւ հայկական պետականությանը զրկում է կենսունակ լինելու հնարավորությունից, որտեղ այն Հայաստանը, որը ինքը փորձում է կերտել իր բառերով ասած իրական Հայաստանը, այդ իրական Հայաստանը մրցունակ չի եւ կենսունակ չի, առավել եւս որ ինքը իր գոյությունը երաշխավորվելու է չակեր, չնայած ինքը ասում է երաշխավորությունը միայն խաղաղության այդ թուղթն է, այսինքն կապիտուլյացիոն այդ թուղթն է, այնուամենայնիվ իր գոյությունը երաշխավորվում է փաստորեն մեր թշնամիներով, թուրք-ադրբեջանական, ռուս-հրեական այդ եռանկյունու բանով ցանկությամբ, որ պահին ցանկությունը լինի շարունակել Հայաստանի ոչնչացումը, իսկ այդ ցանկությունը չի մարել ոչ մի պահ, այդ պահին մենք այս Հայաստանի Հանրապետություն կոչեցալներ չենք ունենալու։ Դե հայտնի է Նիկոլ Փաշինյանի ոչ պաշտոնավարման ընթացքում որպես պատգամավոր, որպես ասենք վարչապետ նախորդ շրջանում իր կողմից այսպես անվստահությունը եւ հայկական պատմությանը եւ հայկական մշակույթին վերջերս ուրեմն համացանցում հրապարակվեց
ամեկ պլյուսով նրա տված հարցազրույցներից մեկը, որտեղ նա ասում էր մենք ինչ ունենք, որ մի հատ հռոմեական հավաբուն ունենք, նկատի ուներ Կարմիր տաճարը եւ ռագատկայի քարերի մի հատ կույտ ունենք, նկատի ուներ քարահունջը։ Այսինքն այդ մեր ինքնության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի մոտեցումը, դուք շատ ճիշտ եք ասում, ինքը պատմություն ունի։ Եվ ես դա անկեղծ ասած չի էլ կապի Լևոն Տեր-Պետրոսյանի ուրեմն քաղաքական պատկերացումների հետ։ Ես ասեմ ինչ եմ ես դա կապում, որտեղ Տեր-Պետրոսյան Լևոնը իր իշխանության գագաթնակետում, այսինքն 90-ականների սկզբերին, բազմաթիվ նմանատիպ հայտարարություններ արել, օրինակ, մենք միջին ազգ ենք։ Դա Տեր-Պետրոսյան Լևոնի հայտարարությունն է, այսինքն ի՞նչ է դա նշանակում։ Մենք մեզ վերագրում ենք քաղաքակրթական կշիռ համաշխարհային իմաստով, մենք մեզ վերագրում ենք որոշակի առաքելություն, մենք մեզ վերագրում ենք նաև այն, որ մեր բնորանը, դա հայկական բարձրավանդակն է, որը երկնային Էդեմն է, մենք մեզ վերագրում ենք փաստը, որ Նոյը նստել է Արարատի գագաթին։ Այդ ամեն ինչը մեզ տալիս է որոշակի առանձնահատկություններ, նա դա շղթում էր, ասելով, որ մի երազների մեջ մի ընկեք, մենք միջին ազգ ենք, մեկ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ուղիղ հրաժարվում են, ինչպես եւ ես ասեցի, ցեղասպանության եւ հայրենազրկման հետ կապված հատուցման ընդհանուր պահանջատիրությունից, անգամ ցեղասպանության ճանաչումն էր նա դնում հարցականի տակ, անհրաժեշտ է թե ոչ, այսինքն դա մյուս բանն էր, Լևոն Տեր-Պետրոսյանը խորը ջատագովներ, մեր, այդպես ասած, պահանջատիրական բաների պահանջատիրական մոտեցման զիջման հաշվին թուրքերի հետ հարաբերությունների ձևավորում, այսինքն նրանց նախապայմանների հաշվին, ոչ թե մենք ենք նախապայման դնում, այլ նրանք են նախապայման դնում, մենք դա բան ենք անում, ընդունում ենք, եւ ի վերջո Լևոն Տեր-Պետրոսյանը ասում էր, որ ազգային գաղափարաբանություն դա կեղծ կատեգորիա է։ Այս ամբողջ փունջը ցույց է տալիս, որ Լևոն Տեր-Պետրոսյանի հիմնադիր հայր որպես այս հակահայկական գաղափարաբանության զավակն է Նիկոլ Փաշինյան եւ ոչ միայն Նիկոլ Փաշինյանը։ Լավ, վերադառնանք այդ հարցազրույցին, Նիկոլ Փաշինյանը բացատրում էր, թե ինչի պիտի ուրեմն փորձել լուծարել Մինսկի խումբը։ Դա անհրաժեշտ չի։ Դուք չեք գտնում, որ Մինսկի խումբը դա միակ երևի միջազգային կառույցն է, որ հայկական այս խնդիրները, որ առաջացան Արցախում, հիմա էլ հակամարտությունը հայ-ադրբեջանական, նա մանդատ ուներ այդ խնդիրը լուծելու։ Տեսեք, Մինսկի խումբը, ինչպես եւ ասում են իմիջիայլ ոչ միայն Նիկոլ Փաշինյան, դա ասում է թուրքական կողմը, ադրբեջանական կողմը, դա ասում է Նիկոլ Փաշինյան եւ ասում է ռուսական կողմը։ Իմիջիայլից 2 օր առաջ դրան անդրադարձել է նաեւ Մարիա Զախարովան, ասելով, որ Մինսկի խումբը ձևավորվել է Արցախի խնդիրը լուծելու համատեքստում։ Այսինքն Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծելու համատեքստում Մինսկի խումբը ձևավորվել, որը ստացել է այդ մանդատը։ Եվ բոլոր կողմերը այդ 3-ը ասում են փաստեն, քանի որ Ղարաբաղի հարցը լուծվել է, կրկնում եմ, Ղարաբաղի հարցը լուծվել է, ուրեմն Մինսկի խումբը անհրաժեշտ չի։ Այսինքն մենք հայկական կողմ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյան, ադրբեջանական կողմ, ռուսական կողմ ասում ենք, որ սա է վերջն արդյունքը Ղարաբաղի հարցի, այսինքն մենք այլևս անելիք չունենք։ Դա նշանակում է, որ ինչպես եւ ես ասեցի, մենք հրաժարվում ենք բռնազավթված հայկական տարածքների համար վերադարձի եւ հատուցում ստանալու խնդրից։ Այդ համատեքստում է, ես տարիներ շարունակ մենք մեր քաղաքական ուժը տարիներ շարունակ ասում է հետեւյալը, որ այն սկզբունքային բովանդակային սխալը չէ, դա մոտեցում էր նույն Տեր-Պետրոսյան Լևոնի եւ իր համակիրների, որ Արցախի հարցը հանեցին ընդհանուր հայոց հարցի բանից, բերելան նրան, որ Մինսկի խումբը դա Արցախի առանձին վերցած հարց է, Մինսկի խմբի մանդատը, ինչպես եւ մենք ենք առաջարկել բազմաթիվ անգամ, պետք է ընդլայնել։ Եվ Մինսկի խմբի մանդատում պետք է լինի հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրը, որը անպայման պետք է լինի
հատուցման, այսինքն նույնն պահանջատիրության տիրույթում։ Եվս մեկ հարց կապված եվրոդիտորդների հետ։ Դուք գիտեք, որ վերջին շաբաթվա ընթացքում ադրբեջանական լրատվամիջոցները եւ իրենց պաշտպանության նախարարությունը անընդհատ խոսում են այն մասին, թե իբր թե հայկական կողմից գնդակոծվում է ադրբեջանական զինված ուժերը եւ այլն։ Եվ Հայաստանն էլ ամեն անգամ այդպիսի լուր տարածելուց հետո հայկական ԱԳՆ-ն հերքում է այդ փաստը, նախ բացատրում են, որ դա անիմաստ է, երկրորդ կողմից խոսում են այդ Հայաստանի խաղաղություն գնալու մասին եւ այլն։ Եվ ամենակարևորը, որ եվրոդիտորդները եւս հայտարարություն արեցին, ասելով, որ այդպիսի բան չկա։ Հիմա մենք մեր աչքի առաջ տեսանք, թե ինչպես եվրոդիտորդների փաստորեն ներկա գտնվելը այս պրովոկացիոն փուլում ինչ որ իմաստում օգնեց, որովհետև միջազգային հանրությունը հիմա վստահ է, որ Հայաստանը որևէ գործողություն չի իրականացնում, մինչդեռ Ադրբեջանը շարունակ այդպիսի հայտարարություններ է անում։ Այս իրավիճակում ինչպես կարելի է եվրոդիտորդներին տուն ուղարկել, տեսեք, ինչպես կարելի է, որովհետև, այսինքն ինչու է կարելի եւ ինչպես կարելի է, որովհետև ադրբեջանական եւ ռուսական կողմը շարունակ ճնշում են, որ եվրոդիտորդներին տուն ուղարկեն։ Այսինքն եւ ռուսական եւ ադրբեջանական, ես ուզում եմ այն նախորդ հարցում էլ դա անդրադարձա, ասել, որ կա ուղիղ ընդհանրություն, կորելացիա կա ռուսական եւ ադրբեջանական դիրքորոշումների շրջանակում, որին կրավորական, որի նկատմամբ կրավորական կեցվածք ունի հայկական կողմը ներկայացնողը։ Ինչի մասն է խոսքը։ Հենց այն ինչ որ դուք ասեցիք։ Որն է հարցը, հենց դա։ Այսինքն եվրոդիտորդների այդ մոնիտորինգային խումբը իրականացնում է դիտարկում առայն թե սահմանի երկայնքով ինչա կատարում եւ երիցս կեղծում է Նիկոլ Փաշինյանը առայն որ ինքը այսպես ասած զիջման կամ ճնշման չի տրվել, ասելով բարձաբանելով, որ մենք եկանք այն եզրահանգման, որ եթե այս թուղթը ստորագրվում է, ապա վտանգներ չկան։ Բազմաթիվ խաղաղության պայմանագրեր, բազմաթիվ համաձայնագրեր կան տարբեր երկրների մասին, ամենալավ օրինակը Ռուսաստանն, Ուկրաինա, 90-ականների սկզբերին համաձայնագիր էր այդում նաև երրորդ երկրներ Ֆրանսիան եւ Գերմանիան, եթե չեմ սխալվում, մասնակից էին այդ փաստաթղթի ստորագրմանը, որ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը երաշխավորվում է, բայց հարցական եղավ Ռուսաստանի կողմից։ Ուրեմն ասեմ, այդ թղթի կտորը առանց համարժեք երաշխիքների, իսկ առաջի երաշխիքը իհարկե պետք է լինես դուք ու պետության ամրություն եւ քո բանակի մարտունակությունը, բայց նաեւ այլ երկրների ներկայությունը կարող է երաշխիք լինի դրա համար։ Եվ հենց այդ պատճառով թուրքական, ադրբեջանական եւ ռուսական կողմը պնդում էր, որ եվրոդիտորդները դուրս գան այդտեղից, որտեղ դա դիտարկում են իրենք որպես լրտեսական խումբ։ Փաշինյանը զիջում է, համաձայնվում է, որովհետեւ պահանջ կա։ Մյուս պահանջներ հայցերը հանելու, չէ՞։ Համաձայնվեց, չէ՞։ Որովհետև պահանջ կա։ Որովհետև կոշտ պահանջ կա։ Կոշտ պահանջներին Նիկոլ Փաշինյանը անպայման տրվում է։ Իմիջիալոց եվրոդիտորդների մասին ասեմ, որ նախնական հայկական կոչված բանը դիրքորոշումը հետևյալն էր, որ եվրոդիտորդները կսկսեն դուրս գալ արդեն բան արված դեմարկացված սահմաններից։ Այսինքն, երբ որ դեմարկացիան որևէ սահմանի ավարտվի եւ տեղ սահմանապահ ուժեր կանգնեն, եվրոդիտորդները նոր դուսն դա էր հայկական կողմի, այսպես ասած, նախնական դիրքորոշումը, բայց դա ամեն ինչ քծվում է մի կողմ, որովհետեւ մեծն Ալիևը, մեծն Պուտինի հետ ուրիշ բան են ուզում, դե Նիկոլ Փաշինյանը մեր հարգարժան ֆլուգերային գործիչը ով է, որ դա չանի։ Անդրադառնանք արտգործնախարար Միրզոյանի ուրեմն Բրազիլիայում արտահայտված մտքերին, որ Ադրբեջանը չի արձագանքում հայկական կողմի այսպես կոնստրուկտիվ առաջարկություններին եւ այլն, եւ մենք տեսանք, որ Միրզոյանի այդ ելույթը շատ կոշտ քննադատության արժանացավ ադրբեջանական ԱԳՆ-ի կողմից։ Տեսեք, հիմա ես կանադառնամ դրան, ինչ որ դուք ասեցիք, բայց սկսենք նրանից, որ մինչև Միրզոյանի ելույթը
այդ հայկական կողմի այդ երկու կետի հետ ադրբեջանական պահանջով համաձայնվելու արդյունքում այսպես կոչված խաղաղության փաստաթուղթ ասածը ավարտվեց քննարկումները, հա 17 կետ, թե ինչ կետեր են այդ 17-ը փաստորեն բոլորիս համար գաղտնիք է, կամ հիմնականում գաղտնիք է, ասենք ասենք, 17 կետ եւ համաձայնվեց, այդտեղ եղավ Բայրամովի Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի արձագանքը հայկական կողմի առաջարկին դե եկեք ստորագրենք, եղավ Բայրամովի արձագանքը առայն, որ մի րոպե ինչ ստորագրել, բայց ուրիշ նախապայմաններ կան, օրինակ դուք պետքա ձեր սահմանադրությունը փոխեք, այո, օրինակ այդ նույն Մինսկի խումբը դուք պետքա փակեք, եւ այլ նախապայմաններին արդեն անդրադարձավ, արդեն տվյալ դեպքում բանի Արարատ Միրզոյան կոչված գործչի հայտարարությունից հետո Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ընդհանուր առմամբ նրանք ասացին, որ այդ ինչ կեղծ խոսույթ եք տարածում, որ իբր թե դուք բանեք, կառուցողական եք, մենք չենք։ Հələ մի րոպե այդ նույն բաները նշելով դրան ավելացնելով նախապայմաններ, որ դեռևս պետքա քննարկենք ադրբեջանցիների վերադարձի հարցը Հայաստան, դեռևս 3 թե 4000 չեմ հիշում, անհայտ կորած ադրբեջանցիներ կան, այդ հարցը պետքա քննարկենք ու տես մի հատ շարան։ Եվ մատ թափ տալով Հայաստանի վրա, որ դուք ես ինչեր եք խոսում, մենք ոչ մի ձեր այդ կեղծ բաները օրակարգերով չենք շարժվելու, հստակ պահանջներ ունենք, հստակ նախապայմաններ ունենք, այդ նախապայմանները կկատարեք, հետո կխոսենք։ Այնպես որ եւ Արարատ Միրզոյանը եւ առավելևս Փաշինյանի ասածը, որ ես պատրաստ եմ հենց հիմա ստորագրել, հարց տրվեց այդ հարցազրույցի ժամանակ Փաշինյանին, թե արդյոք պատրաստ եք մենակ ստորագրել։ Միակողմանի ստորագրեք, որ ես ստորագրեցի, ավարտեցի, դե դուք ստորագրեք։ Բան արեց, ասեց ես ճիշտն ասած հանձնարարել եմ, որ պարզեմ, տենց բան պատմության մեջ եղել է, թե չասենք չասեց, որ չէ։ Եթե տենց բան նախադեպ եղել է, ապա պարզեր իր ասածից եւ իր տրամադրվածությունից, որ ինքը նույնիսկ դրան է պատրաստ։ Այսինքն հայկական պետության, պետականության, հայկական կարգավիճակի այսպիսի ստորացում Փաշինյանը Հայաստանը բերել է եւ Փաշինյանը չգործող իշխանական համակարգը Տեր-Պետրոսյան Լևոնից մինչեւ Փաշինյան անխտիր այդ իշխանական համակարգը Հայաստանը բերել է մի կարգավիճակի, որը միջազգային հանրության մեջ կոչվում է ձախողված պետություն, ձախողված պետականություն, որ դու ինքդ ոչինչ փաստորեն չես որոշում, քո բոլոր որոշումները արտաքին ճնշումների ներքո է իրականացվում, քո փոխարեն որոշում են, որ կողմից ճնշումը ավելի մեծ է, այդ կողմի վրա էլ դու թեքվում ես եւ այդ որոշումն էլ կյանք ես կոչվում։ Անդրադառնանք հայ-ռուսական ջերմացող հարաբերություններին։ Ինչ եք կարծում, այս իրավիճակը կապված է փաստաթղթի հետ, ադրբեջանցիների այդ պայմանները, որոնք որ կարծես թե համահունչ են նաև ռուսական կողմին, բերում են նրան, որ հայ-ռուսական հարաբերությունները այսպես ջերմացման միտումներ ունենան։ Ջերմացումը ճակերտներում, որովհետև մեր քննարկումները մենք բարբերաբար անդրադարձել ենք դրան, որ էլի ճակերտներում արտաքին քաղաքականություն կոչվածը Նիկոլ Փաշինյանի դա ընդամենը ֆլուգերային քաղաքականություն է, ինչա դա նշանակում, որ կողմից ավելի մեծ ճնշում կա, ինքը այդ կողմի վրա պատտվում է, սկսում է, ինչպես եւ ասեցի, այդ կողմի ասասները կյանքի կոչել։ Փոխվեց ճնշումը այլ կողմից ավելի մեծ եղավ, ինքը այդ կողմի վրա պատտվում եւ սկսում է դա կատարել։ Բայց տվյալ դեպքում ճնշումը նույն կողմից է կարծես։ Տեսեք, ռուսական ներկայությունը տարածաշրջանում ներկայության ազդեցությունը եւ կշռը էապես նվազել էր եւ իմ ասած ռուս-թուրքական այդ հաղորդակցող անոթների սկզբունքով ավելացել էր թուրքականը։ Հիմա այդ նույն հաղորդակցող անոթների շրջանակում ռուսականը կարող է ավելանալ, որովհետև Ուկրաինայի մասով Թրամփի բանով միջնորդությամբ ոնց որ որոշակի զարգացումներ կան, որ Ռուսաստանի համար բարենպաստ պայմաններով կարող է պատերազմը առնվազն կասեցվի, եթե ոչ ավարտվի։
Այնպես որ այդ տեսակետից Փաշինյանի համար լուրջ ազդակ կա եղած իշխանական համակարգի համար ընդհանրապես, որտեղ այսպես կոչված ընդդիմությունն էլ այդ ազդակը ստացել եւ հիմա ռուսական ներկայացուցիչները ընդդիմության շատ ակտիվացել են, բայց դրան կանդրադառնանք առանձին։ Փաշինյանի համար այդ ազդակը կա եւ միանգամից սկսեց ջերմության քայլեր արվել։ Մատվիոնկին կանչեցին Հայաստան, հիմա մեր իրենց արտաքին գործերի Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կոչված նախարարի տեղակալ գնաց Ռուսաստանի նախարարի տեղակալը այդ քննարկեց թե ինչա կատարում հայ-ադրբեջանական եւ ընդհանրապես տարածաշրջանում որպեսզի մեր օրակարգերը համաձայնեցվեն Պեսկովը հայտարարություն արեց որ Հայաստանը մեր բարեկամ երկիրը եղել է եւ կլինի չի կարող այլ կերպ լինի նույնիսկ Զախարովան իր այդ ագրեսիվությունը նվազեցրեց Հայաստանի հետ կապված Փաշինյանն է գնում բանին մայիսի 9-ի բաներին տոնակատարությանը Մոսկվա եւ այլն այսինքն հստակ տեսանելի քայլեր են որոնք բերում են նրան որ Ռուսաստանի զորությունը կարող է որոշակիորեն տարածաշրջանում վերականգնվի կամ ավելանա, ասենք ասենք, եւ հայկական կողմը ներկայացնողները սկսում են ռուսների հետ ջերմության բաներ ցույց տալ։ Ստեղ մի հատ կարծում եմ կարևոր բան կա, որ պետք է ասել։ Միարժեք է, որ Փաշինյանի այս վարչակարգը մինչև իրեն եղած վարչակարգերից ունի մի հատ տարբերվող կարևոր առանձնահատկություն։ Այդ առանձնահատկությունը հետևյալն է։ Փաշինյանի վարչակարգում շատ ներդաշնակ գործում են հիմնական 3 ուղղության գործակալներ կամ ազդեցության գործակալներ, որոնք են դա ռուսական ազդեցության գործակալներ եւ գործակալներ, թուրք-ադրբեջանական ազդեցության գործակալներ կամ գործակալներ եւ գլոբալիստական ազդեցության գործակալներ կամ այդ 3-ը իրար հետ գործում են։ Եվ դա Փաշինյանի, այսպես ասած, վարչակարգին իրենից առաջ եղածներից տալիս է որոշակի ավել ճկունություն։ Եվ այդ համատեքստում, եթե օրինակ անգամ ռուսները Ես չեմ ասում դա այդպես է, որտեվ ինչի պետք է դա այդպես լինի, բայց անգամ ռուսները, եթե կուզենային, մտածում են կամ մտածելու են Փաշինյանից համեմատաբար ավելի քիչ ֆլուգեր գործիչ ունենալ Հայաստանում եւ դրան նշանակել կառավարիչ, այդտեղ իրենք ունենան լուրջ խնդիր, որովհետեւ որոշում ընդունողը հիմա արդեն միայն իրանք չեն։ Այդտեղ շատ կարևոր է թուրք-ադրբեջանական տանդեմի կարծիքը եւ մոտեցումներից թուրք-ադրբեջանական տանդեմի համար Փաշինյանը կատարյալ գործիչ է։ Ավելի լավը իրենք չեն ունեցել եւ կարծում եմ երբևիցե չեն ունենալու։ Եվ այդ տեսակետից ռուսները չեն կարող միանձնյա ինչ-որ փոփոխություն անել Փաշինյանի մասով դա թուրքերի հետ պետք է համաձայնեցնեն, այնպես որ Փաշինյանը ռուսներին նույնպես ձեռք է տալիս, այնպես որ Փաշինյանը մնալու է։ Եվ բոլոր այն ճակերտավոր ռուսական, այսպես ասած, բանը ուղին առաջ մղող հայ ընդդիմության գործիչները մնալու են նորից ջարդված տաշտակի առջև։ Նրանք անել իրանց արածը լինելու առավելագույնը, որ Փաշինյանը վեր արտադրվի։ Ոնց որ եղավ 21 թվականին, ոնց որ եւ իրենք բերեցին Փաշինյանին 18 թվականին իշխանության։ Դուք հիշատակեցիք ռուս-ուկրաինական հակամարտության վիճակը, Թրամփի միջնորդությունը, Եկ մի փոքր ավելի մանրամասն դրա մասին խոսենք։ Տեսեք, Թրամփը հետևողականորեն փորձում է ռուս-ուկրաինական այդ պատերազմում երկու փուլ անցնել։ Փուլ առաջին, ինչպես եւ ասում է փաստորեն պետքարտուղար Ռուբիոն, Թրամփի առաջի պատասխանատուն արտաքին հարաբերություններում Առաջի փուլը դա լինելա պետք է լինի զինադադարի փուլը, դադարեն կրակելը։ Երկրորդ փուլը պետք է լինի բանը, խաղաղության պայմանագիրը։ Եվ առաջի փուլը արագ պետք է լինի եւ հիմա պետք է լինի։ Հիմա այդ առաջի փուլի շուրջ ընթանում են բանակցություններ ռուսների հետ, ուկրաինացիների հետ առանձին Թրամփը հերրախոսազրույցը անում Պուտինի հետ, հետո հերրախոսազրույցը անում Զելենսկու հետ եւ ինչ որ ընդհանրությունների այս փուլում
բան են, հասել են։ Ճիշտ է, դրանք շատ բան են, ոչ այդքան էական են, բայց այնուամենայնիվ դրա մասին պետք է ասել։ Եվ իմիջիալս այդտեղ հետաքրքիր բան կա։ Ռուսները, ինչպես եւ ադրբեջանցիք մեր հետ, ռուսները խոսում են այդ բանում, այդ բանակցություններում կամ այդ հարաբերություններում նախապայմանները, օրինակ նախապայման, որ Ուկրաինան պետքա մոբիլիզացիան դադարեցնի։ Ռուսները դրտես նախապայման են դնում։ Օրինակ նախապայման, որ Ուկրաինան պետքա չվերազինվի։ Օրինակ նախապայման, դա Պուտինն է անձամբ դնում։ Օրինակ նախապայման, որ Ուկրաինային ինչ որ ամերիկացիք բան արեցին, դադարացրեցին, հիմա ոնց որ վերականգնեն, պետքա հետախուզական տեղեկատվություն չտրվի։ Օրինակ նախապայման, Ուկրաինային օգնություն պետք չտրվի։ Եվ երբ որ Թրամփին այդ հարցը տվեցին, ասին չես Պուտինի հետ խոսելիս, տենց քննարկում չեմ ունեցել։ Օգնություն տրվի, այսինքն ասես որ Պուտինը սուտ է ասում։ Հիմա որ մեկն է իրենց հետ սուտ ասում, ես չեմ ուզում դատել, բայց Համենայն դեպս այդ ամբողջ խնդիրները կան։ Համաձայնվել են էներգետիկ ենթակառուցվածքներին չխփելու վերաբերյալ, բայց այդ Պուտին Թրամփ եւ Պուտին Զելենսկի խոսակցությունից անմիջապես հետո, հա, եղավ կատաղի հարձակում ռուսների կողմից, այդ թվում Օդեսայի վրա, Սուջայի վրա եւ Օդեսայի վրա։ Այսինքն այդ նախնական խիստ սկզբնական ինչ-որ արդյունքներ կան, որ գոնե սկսել են խոսել, բայց բանի վերջնարդյունքից շատ հեռու են։ Հիմա եւ ինչքանով ռուսական նախապայմանները Թրամփը պատրաստ է բավարարել, չեմ խոսում ուկրաինացիք պատրաստ են բավարարել թե չէ, Թրամփը պատրաստ է բավարարել թե չէ։ Այստեղ մի հատ շատ կարևոր կետ կա, որի շուրջ երկու կողմն էլ ռուսներն էլ եւ ամերիկացիք էլ ասացին, որ այդ կետը կա։ Ո՞րն է այդ կետը։ Շատ կարևոր է այդ կետը։ Կետը հետևյալն է, որ համաձայնվել են, որ Իրանը երբևիցե պետքա չունենա հնարավորություն Իսրայելը ոչնչացնելու։ Կետը ձևակերպված է երկուսի կողմից արտահայտված հենց այդպես։ Իսկ այլաբանորեն դա ինչ է նշանակում, առաջի հայացքից որ լսում ես, ասում ես, հա, ինչ վատ բան է, որ չէ, բայց հարցը դա չի։ Ինչա դա նշանակում։ Դա նշանակում է, որ ռուսները ամերիկացիների հետ համաձայնվել են եւ պայքարելու են Իրանի միջուկային ծրագրի դեմ։ Այսինքն Իսրայելը ոչնչացնելու նախապայման դիտարկվում է, որ Իրանը պետքա չունենա միջուկային ծրագիր։ Այն պարագայում, որ անթակույց է փաստորեն, չնայած պաշտոնապես դա հայտարարված, չհաստատված, բայց անթակույց է, որ Իսրայելը ունի միջուկային ծրագիր եւ միջուկային զենք։ Այսինքն Իսրայելը ունի հնարավորություն Իրանը ոչնչացնելու փաստացի կամ ոչնչացման հարված հասցնելու եւ հավասարակշռությունը այստեղ համաձայնեցված խախտում են։ Ես ուզում եմ գալ այն բանաձևին, որի մասին հենց այս եթերում ձեր հարթակում ես արտահայտել եմ։ Եթե ապավինում ես եւ հենվում ես ռուսի վրա, ապա արդյունքում հայտնվում ես թշնամուտ ձեռքերում։ Ոնց որ հայերը արդյունքում հայտնվում են թուրքերի ձեռքերում, ինչպես սիրիացիք հայտնվեցին թուրքերի ձեռքերում, նույն ձևի տվյալ դեպքում ռուսների վրա հենվող կամ ապավինող, եթե այդպես է իրականում, իրանցիք հայտնվում են թշնամու ձեռքերում։ Չի կարելի ռուսների վրա հենվել եւ ապավինել նրանց։ Ռուսները ունեն իրենց աշխարհքաղաքական առանձնահատկությունները եւ գերակայությունները եւ ոչ Հայաստանը, ոչ Իրանը, ոչ այդ հնդեվրոպական ընդհանրությունը, ոչ Եվրոմիությունը կամ եվրոպացիք որպես հնդեվրոպական հանրույթ այդ բանի այդ իրենց շահերի տիրույթում չեն։ Ավելին նրանք համագործակցում են բոլոր նրանց հետ եւ առաջի հերթին թուրքերի հետ եւ հրյաների հետ, որպեսզի այդ հնդեվրոպականությունը, այսինքն այդ քաղաքակրթական միավորը պատերազմական, պարտադիր չի ռազմի դաշտում, բայց պատերազմական գործիքներով ոչնչացնեն։ Տեսեք, փաստորեն այստեղ Իսրայելի նախապայմանները Թրամփի ձեռքով գալիս են եւ դառնում են խաղակարգ ռուս-ուկրաինական բանակցությունների ժամանակ։ Մինչդեռ Թրամփի հայտարարությունը, որ նա պետք է պատերազմները կանգնեցնի, դեռ որևէ արդյունք, այսպես շոշափելու արդյունք չկա,
եւ Գազայում նրա հասած այդ համաձայնությունը Իսրայելի եւ ուրեմն արաբական այդ ժողովրդի միջև փաստորեն այդ հրադադարը, որը բավականին երկար տևեց, նորից կարծես թե խզվել է։ Տեսեք, այդ իմ նախորդ ասած, այսինքն Իրանի հետ կապված համատեքստում եղավ մյուս կարևոր բանը, ես կանադառնամ ուղիղ ձեր ասածին, եղավ մինչև այդ մյուս կարևոր բանը, ամերիկացիք խփեցին հութիներին Եմենում։ Հայտնի է, որ հութիները նույնպես Իրանի պրոքսի ուժերից մեկն են հանդիսանում, ամերիկացիք խփեցին հութիներին Եմենում եւ Թրամփը ուղիղ տեքստով ասեց, մենք խփում ենք հութիներին, բայց բանը սլակը ուղղված է դեպի Իրան։ Իրան ձեզ ենք նախազգուշացնում, դադարացրեք հութիների աջակցությունը, մենք գիտենք, որ դա ձեր ուժն է եւ մյուս հարվածը դուք եք կրելու։ Այսինքն դա նույնպես ուղղված է դեպի Իրան։ Ուղղակի սպառնալիք է Իրանին։ Իմ ասած նախորդ ասածի համատեքստում նույն բանը Համասի հետ կապված։ Այսինքն ես անկեղծ ասած դժվարանում եմ ուղիղ գնահատական տալ նրան թե ինչ ասում Համասը եւ ինչ ասում Իսրայելը, այսինքն այնտեղ ոնց որ հայ-ադրբեջանական է ստիրույթում, մենք կրակել են Սոտքում, թե չեն կրակը։ Մենք բավարար տեղեկություն դրա վերաբերյալ չունենք։ Եվ եթե կրակել է, ով է կրակել։ Ադրբեջանական կրակոցն։ Եվ եթե կրակել է, ով է կրակել։ Հիմա նույն ձևի մենք բավարար տեղեկություն չունենք այդ համաձայնությունները, պայմանավորվածությունները Համաս Իսրայել խախտել են որևէ կողմը, թե չի խախտել, բայց Իսրայելը ասում է խախտել են եւ Իրան վերապահում է իրավունք ամերիկացիների համաձայնությամբ նորից հարվածներ հասցնել եւ այդ հարվածների ընթացքում արդեն մի օրվա ընթացքում, եթե չեմ սխալվում, 600 թե 700 մարդա մահացել է։ Եվ բնականաբար այդ մարդիկ նաեւ եւ առաջին հերթին ենթադրում քաղաքացիական բնակչությունը։ Այսինքն էթնիկ մաքրումների եւ դա անթակույց է արվում, անթակույց էթնիկ մաքրումների քաղաքականությունը այն ինչ որ եղավ Ղարաբաղում, հիմա կրկնվում է Գազայում։ Եվ Նեթանյահուն մի անգամ չի որ ասել է, որ եւ երբևիցե սրանից հետո այդ տարածքում չպետք է լինի, ինքը այսպես է ձևակերպում, չպետք է լինի որևէ կառավարում, որը կարող է վտանգի Իսրայելը, այսինքն Համաս ընդհանրապես չենք խոսում, պետքա չլինի, իսկ ցանկալի է, որ դա լինի իրենց վերահսկողության տակ եւ դրա մասին էլ նույնպես անթակույց խոսում են։ Այո, ժամանակները շատ հետաքրքիր են, փոփոխում։ Ես կարծում եմ բոլոր են քաղաքական գործիչները, որոնք որ այս անիշխանության եւ միջազգային օրենքի չգործադրելու ուրեմն պարագայում գլուխ եմ բարձրացրել, ես նկատի ունեմ թե Ռուսաստանի ղեկավարությունը, թե Ալիևին, թե Էրդողանին, թե Նեթանյահուին։ Ես կարծում եմ, որ կգա ժամանակ, որ նրանք բոլորը կկանգնեն պատասխանատվության առաջ, բայց առայժմ դեռ հակառակ process-ն է տևում։ Տեսեք, ես ձեր ցանկությունը, այսպես ասած, կամ ձեր կարծիքը կուզենայի, որ կյանքի կոչվի ինչ-որ ժամանակ, բայց այնուամենայնիվ ասեմ հետևյալը, որ հաճախ հայությունը եւ հայերը եւ Հայաստանը մնացել են պատմության ընթացքում քանդվող տարբեր եւ կայսրությունների եւ աշխարհակարգերի փլատակների տակ եւ մենք այսօր հերթական անգամ այդ նույն վտանգի ներքո ենք կանգնած, որ մենք մնալու ենք փլատակների ներքո տակ եւ այն ինչ որ դուք ասեցիք, այդ իրողությունը կարող է լինի միայն պայքարի միջոցով ընդհանրական համամարտկային համաշխարհային եթե կուզեք եւ եթե կուզեք հնդեվրոպական քաղաքակրթական պայքարի միջոցով իսկ առանձին վերցած հայության պայքարի միջոցով որովհետեւ անգամ եթե ձեր ասածը լինի տեղի չի բխում որ այդ ժամանակ հայությունը եւ Հայաստանը կլինի կմնա մենք պետք է առանձին պայքար մղենք մեր ապագայի մեր ինքնության մեր ինքնիշխանության եւ մեր ազգության համար Շնորհակալություն, պարոն Հակոբյան, սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք ազգային օրակարգ կուսակցության խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Արա Հակոբյանի հետ մաղթում եմ ձեզ ամենայն բարիք, հիշեցնում եմ, որ դուք կարող եք մեզ օգտակար լինել նոյան տապանին, սկանավորելով էկրանին երևացող QR կոդը եւ ուրեմն միանալով մեր Patreon-ին փոքր գումարներ փոխանցելով նոյան տապանին գործնեության համար։ Շնորհակալություն բոլորին,
Մինչև նոր հանդիպում։